հարգելի հայրենակիցներ, ես 3 ծովերի Քրիստոնեդեմոկրատական ազգային կուսակցության նախագահն եմ, որը 2008 թվականին դժբախտաբար չգրանցեցին։ Իսկ այժմ ես հանդիսանում եմ Արդարություն և հայրենի կուսակցության նախագահ։ Հարգելի հայրենակիցներ, Իսրայելի կառավարությունը որոշում ընդունեց ճանաչել հայերի 1915 թվականի ցեղասպանությունը, որը ողջունելի է։ Հուսով ենք, որ Իսրայելի պարլամենտը նույնպես կհաստատի, թե չէ արդեն մի քանի անգամ չի հաստատել։ Բայց միևնույն է, փաստ է, որ Իսրայելի կառավարությունը դա կատարեց, ճանաչեց հայերի 1915 թվականի ցեղասպանությունը, որը Նիկոլը չողջունեց։ Մեր ազգային իրավունքներից ժառանգությունից հրաժարվելով մենք ոչինչի չենք հասնի։ Ես բազմիցս Նիկոլին առաջարկել եմ իշխանությունը հանձնելուց, որի դեպքում ես կվերացնեմ հայ ժողովրդի բոլոր պրոբլեմները։ Ես առանց պատերազմի կազատագրեմ Արցախը, Նախիջևանը, Կարսը, Արդահանը, Արտվինը, Օլթին, Արևմտյան Հայաստանը, Կիլիկյան Հայաստանը, հավատացեք, դա մենք կարող ենք անել։ Դա մենք կարող ենք իրականություն դարձնել, եթե մենք ունենանք զոր երկիր։ Իսկ զոր երկիր ունենանք, եթե մենք ունենանք հարուստ երկիր, հարուստ ժողովուրդ։ Իսկ այդ բոլորը միայն ես կարող եմ իրականություն դարձնել, որի համար անհրաժեշտ է, որ Նիկոլը արագորեն իշխանությունը հանձնի ինձ։ Հավատացեք, որ այդ դեպքում ես ձեր հետ միասին արագորեն Հայաստանը կվերածեմ դրախտի, կդարձնեմ երկրագնդի ամենազոր երկիրը, որը կլինի արդարության, խաղաղասիրության, մարդասիրության գլխավոր կենտրոնը։ Մարդիկ պարտավորված կզգան այցելել գոնե մի անգամ Հայաստան ու տեսնել աստվածային երկիր դարձած մեր հայրենիքը։ Հավատացեք, հարգելի հայրենակիցներ, դա կարող ենք մենք իրականություն դարձնել։ Կարևորը միլիարդավոր, հարյուրավոր միլիարդներ, միլիարդ դոլարներ աշխատելն է, ինչու ոչ, նույնիսկ տրիլիոն դոլարը, որոնք մենք կարող ենք աշխատել, մեզ տրամադրելու էին մեծ վարկեր, հարյուրավոր միլիարդ դոլար վարկեր կտրամադրեն, եթե իմանան մեր վեհ գաղափարները, մեր վեհ ցանկությունները, մեր աստվածային ցանկությունները։ Աշխարհի բոլոր մարդիկ մեզ կօգնեն տեխնոլոգիաներով, իրենց լավ մտքերով, եթե նրանք իմանան մեր մարդասիրական, խաղաղասիրական գաղափարների մասին, եթե նրանք իմանան, որ մենք իրոք ցանկանում ենք եւ Հայաստանը դրախտի վերածել, եւ երկրագնդը, եթե նրանք համոզված լինեն, որ մենք երկրագնդը վերածելու ենք մի ամերաշ ընտանիքի, ինչպես գրված է 3 ծովերի Քրիստոնեդեմոկրատական ազգային կուսակցության ծրագրի մեջ։ Դա մենք գրել ենք մոտ 20 տարի առաջ, մեր առաջի ծրագրում, հետո այն արտացոլվում է նաև Արդարություն և հայրենի կուսակցության ծրագրում։ Եվս մի անգամ Նիկոլ, պահանջում եմ քեզանից, հանձնիր ինձ իշխանությունը, բավական է։ Ուզում ես Երևանն տաս, մեկ է, թուրքերը չեն դա ընդունելու, ասելու են ամբողջ իրենցն է, նրանք Ադրբեջանը մի կողմից է ասում, են անպիտան Ալիև, այդ նանգրագետը ասում է Չինաստանից մինչև Իսպանիա, դա Ադրբեջան է։ Թուրքիան էլ մյուս կողմից է ասում, որ Ռուսաստանը, Մերձավոր Արևելքը, Հնդկաստանը, Իրանը, Հյուսիսային Աֆրիկան
Եվրոպայի կեսը թուրքական կայսրություն էր։ Այն այդ մարդիկ ոնց ասեն, որ իրենք մեծ բարեկամ չեն, որ իրենք չեն ուզում, որ հայ ժողովուրդը գոյություն ունա, այ Նիկոլ, էլ ինչ ես ուզում, ինչու ես ժողովրդին խաբում։ Այն մարդ, դու գիտես, որ ես քեզ չեմ խաբել, դու բոլորին խաբեցիք, դուք իրար խաբում եք, 35 տարի անդադ իրար խաբում եք, ժողովրդին խաբում եք, բայց ես չեմ խաբելու ոչ ոքի, ինձ դա պետք չի։ Տվեք ինձ իշխանությունը, հանգիստ ապրեք, նոր էջ են բացում, բայց չհամարձակվեք այդ էջը կեղտոտել, որովհետև այդ դեպքում խիստ կպատժվեք։ Ոչ միայն ձեր արած հանցագործությունները կդրվեն ձեր առաջ, այլ նաև ձեր պապաների արած հանցագործությունները։ Իսկ էջը նոր բացում եք, նոր էջից սկսում եք, ոչ մի մարդ պրոբլեմ չի ունենա, թող ժողովուրդն էլ չմեղադրի, որ ես հաներին չեմ պատժել։ Հները հիմա էլ իշխանության գլխին կանգնած են։ Դե պահանջեք, թող Նիկոլը պատժի, պահանջեք եղբայր։ Խոսքով ոչի, խաբելով ոչի։ Վերջապես մի մարդ եկել է հանձինս ինձ, որ չի խաբել, չի խաբում ու չի պատրաստում խաբել։ Այն մարդ ինչ եք ուզում, Աստծուց կրակ եք ուզում։ Այն մարդ կրակն էլ ես եմ կրակը, որ պետք է բոլոր չար ուժերին վերացնեմ, պատերազմները վերացնեմ, ահաբեկությունները վերացնեմ, խաբեբայությունը վերացնեմ, աղքատությունը վերացնեմ։ Էլ ինչ եք ուզում, այ հայրենակիցներ, այ Նիկոլ, մի հապաղիր, հանձիր այդ անիծյալ իշխանությունը ինձ, առանց ծներ տակը բան չես թողել, այ մարդ, քայքայված բանակ, քայքայված տնտեսություն, համախառն արտադրանքը աճել է 2 անգամ գների, ակցիզների, ծառայությունների գների աճի հաշվին։ Այդ խեղճ ու կրակ գյուղացիներին կարող եք խաբել, որոնց մատուցում եք անվճար, ասում բժշկական ծառայություն։ Եղբայր, արդեն 10 տարուց ավել է, $250 միլիոն բյուջեում նախատեսված է այդ պետպատվերների համար։ Այդ $250 միլիոն կարելի է կազմակերպել, որ ամբողջ բժշկական սպասարկումը անվճար լինի։ Այս խեղճ հարի գյուղացիներին էլ, թոշակառուներն էլ, որ չխաբեք, ասեք, եկեք ձեզ անվճար բան ենք, բուժսպասարկում ենք տրամադրում։ Ինչ անվճար, դա մի բան էլ բան է։ Բարձր գներ ունեն այդ անվճարները, $250 միլիոն նորից եմ ասում, կարելի է ամբողջովին անվճար դարձնել, որ դեղորյակն էլ անվճար լինի, ծառայություններն էլ բոլոր անվճար լինեն։ Վերջապես խելքները քաղաքեք, գլխները ժողովուրդ, դուք էլ պահանջեք թող հանձնի, տեսեք ինչպես է լինում իսկական ղեկավարը, որը կմտածի ոչ թե իր գրպանները, իր ստամոքսը լցնելու մասին, այլ կմտածի ձեզ հարստացնելու մասին։ Փառք Աստծո, ես պրոբլեմ չունեմ, ես վաղուց եմ հարուստ, ես կոմունիստների ժամանակվանից եմ հարուստ, այն ժամանակ ես որ հարուստ էի, այդ ժամանակ հիմիկվա հարուստները գոյություն չունեին, կամ չէին ծնվել Նիկոլի նման, կամ մանկապարտեզ էին գնում, կամ դպրոց էին մաքսիմում գնում։ Այդ ժամանակ հարուստ են եղել մի 2 հոգի, որոնցից մեկը Կարեն Դեմեսյանն էր։ Այնպես որ ևս մեկ անգամ ես չեմ խնդրում, ես պահանջում եմ հանուն ձեր երեխաների հավերժ երջանիկ ապագայի իշխանությունը հանձնեք ինձ։